Բրազիլիայի ամենամեծ ավետարանական դավանանքներից մեկի եպիսկոպոս, 40 եկեղեցիների պատասխանատու։ Իմ ծառայության մեջ ես հաջողություն եմ ունեցել, բայց հոգեպես ասված ամեն ինչ զզվելի էր։ Երբ ես 35 տարեկան էի, 96 թվականին էր դա։ Այդ ժամանակ ես շատ մեծ պարտք ունեի, եւ իմանալով իմ այդ իրավիճակի մասին, մեկ կին պատմեց ինձ ավետարանական եկեղեցու մասին։ Ես եկա այդ եկեղեցի ունենալով $1 միլիոն պարտք։ Ես լսում էի Աստծո խոսքը, կատարում էի այն, եւ այդ ժամանակ իմ խնդիրները լուծվեցին։ Ես սկսեցի առաջ գնալ, զարգանալ, եւ հիշում եմ այն ժամանակ, որ այդ եկեղեցու հովիվը, ով կին էր, խնդրել էր, որպեսզի իր վարորդը ինձ մի հատուկ ծառայության բերի։ Եվ այդ ծառայության վերջում այդ կին հովիվը հրավիրեց բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են Սուրբ Հոգու մկրտությունը ստանալ։ Ես նույնպես մոտեցա, եւ երբ նա իր ձեռքերը դրեց իմ գլխին, նրանք աղոթում էին այդ ժամանակ, եւ ես ընկա։ Ես հատակի վրա էի գտնվում, եւ ինձ ասացին, որ դա հոգեվոր երևույթ է։ Եվ հենց այդ ժամանակ, երբ ես հատակին ընկած էի, սկսեցի օտար լեզուներով աղոթել, եւ այդ ժամանակ շատ լավ զգացողություններ կային։ Ես մտածում էի, որ հենց դա է Սուրբ Հոգու մկրտությունը։ Այդ եկեղեցում, այդ կազմակերպության մեջ ես հայտնի դարձա։ Շարունակում էի առաջ գնալ։ Ամեն անգամ ինձ ծառայության մեջ բարձրացնում էին, ես սկսեցի աճել ծառայության մեջ, ես դարձա սարկավակ, հետո քահանա, եւ այդ ժամանակ ես ստացա իմ եկեղեցին։ Ես պատասխանատու էի այդ եկեղեցու համար, եւ միաժամանակ ես բիզնեսով էի զբաղվում։ Այդ կազմակերպություններում նորմալ էր, որ դու կարող ես եկեղեցու պատասխանատու լինել եւ նույնպես բիզնես ունենալ։ Շուտով ես եպիսկոպոս դարձա, եւ ես սովորական եպիսկոպոս չէի։ Ես շատ մեծ պատասխանատվություն ստացա, պատասխանատվություն ամբողջ Սան Պաուլոյի վրա։ Գիտեք, այնինչ որ ես այսօր տեսա, միայն Տերը կարող էր անել։ Տերն արեց այն, ինչ որ իր սրտում էր, եւ իր սրտում այդ փրկությունն է։ Մենք տեսանք Տիրոջ փրկությունը, որքան մարդիկ լացելով իրենց կյանքը Տիրոջն էին տալիս։ Եվ գիտեք, ես չէի կարող շարունակել մնալ եպիսկոպոս առանց ամուսնանալու։ Եվ ես 10 ամսում մեկ աղջկա գտա, եւ այդ ժամանակ ամուսնացա նրա հետ։ Ես չստուգեցի նրա հավատը, նույնիսկ չգիտեի, թե ինչպիսի ընտանիքից է նա։ Ուղղակի ամուսնացա եւ վերջ։ Եվ մեր մեղրամիսի ժամանակ արդեն խնդիրները սկսվեցին։ Այդ ժամանակ իրական դժոխք էր։ Մեղրամիսից հետո ես արդեն ցանկանում էի բաժանվել։ Բայց այդ եկեղեցու մարդիկ ասում էին, չի կարելի բաժանվել, ես պետք է դիմանամ այդ ամենին, պետք է շարունակեմ։ Եվ այդ ժամանակ ես եպիսկոպոս էի, իսկ իմ կինը հովիվ դարձավ այդ եկեղեցում։ Եվ այդ ժամանակ մենք ընտանիք էինք ստեղծել միայն այդ եկեղեցում դիրք ունենալու համար, որովհետև վերջին 7 տարվա ընթացքում մենք նույնիսկ առանձին էինք ապրում։ Մեր միջև չկային հարաբերություններ, ինչպիսիք լինում են կնոջ եւ ամուսնու միջև։ Այո, ես գումար ունեի, ես ունեի ընտանիք, ես ունեի մեծ տուն, մոտավոր 700 մետր քառակուսի, բայց այդ ամենը միայն արտաքնապես էր։ Ես չէի հասկանում։ Եթե ես Սուրբ Հոգուն ունեմ, ինչու իմ ներսում ոչ մի լավ բան չեմ զգում։ Եվ ես չգիտեի, թե ինչպես այդ հարցը լուծեմ։ Եվ քարոզելու ժամանակ ես մտածում էի, ինչ կարող եմ այս մարդկանց ասել։ Նրանք արդեն փրկված են եւ վերջ։ Այդ եկեղեցում մենք այսպես ենք սովորեցնում. մի անգամ փրկվել ես, ուրեմն հավիտյան փրկված ես լինելու։ Դրա համար այլևս ոչինչ պետք չէր անել։ Եվ եթե մարդիկ բոլորը փրկված էին, ուրեմն ինչ կարող էի նրանց տալ։ Եվ ես սկսեցի քարոզել ֆինանսական բարգավաճման մասին։
որովհետև ես ունեի ֆինանսական բարգավաճում և դրա մասին էլ քարոզում էի, բայց շատ հաճախ ես մտածում էի. ինչ եմ ես անում։ Եվ մի անգամ ես գործարք էի կապել Աստծո թագավորություն եկեղեցու հետ։ Մենք նրանց համար երեխաների կիրակնօրյա ծառայության հագուստներ էինք կարում։ 2010 թվականն էր, երբ ես իմացա եկեղեցու մասին, և ես այցելեցի այդ եկեղեցի, որպեսզի տեսնեմ, թե ինչպես է աշխատում երեխաների կիրակնօրյա ծառայությունը։ Եվ երբ ես տեսա, թե ինչպես են նրանք հոգ տանում երեխաների մասին, ես հանդիպեցի այդ ուսուցիչներին, և այնքան հաճելի էր դա։ Նույնիսկ կարող եմ ասել, որ այդ երեխաների ուսուցիչներն էին ավետարանում ինձ։ Եվ հենց այդ պահից սկսած, ինձ մոտ հետաքրքրասիրություն առաջացավ։ Ես որոշեցի, որ պետք է մասնակցեմ Աստծո թագավորություն եկեղեցու ծառայությանը։ Եվ գիտեք ինչ, այդ պահին ես այլ եկեղեցու եպիսկոպոս էի։ Եվ ես ասում էի, ես կայցելեմ, որպեսզի ավելի շատ եկեղեցու աշխատանքի մասին իմանամ, որ նրանց հետ ավելի շատ գործարքներ կնքեմ, բայց իրականում իմ ներսում ինչ-որ ձայն ասում էր, որ ես կլուծեմ այն խնդիրը, որն իմ ներսում է եղել։ Եվ երբ ես լսում էի այդ խոսքը, դա շատ էր տարբերվում իմ քարոզներից։ Նույնիսկ երբ եպիսկոպոսի հետ էի շփվում, նա ինձ ասում էր. գիտես, այնքան քիչ մարդիկ են ավետարանը քարոզում։ Շարունակելով ծառայել եկեղեցում, շարունակելով քարոզիչ լինել։ Եվ ինչ որ դու մեզ մոտ կսովորես, փոխանցիր քո եկեղեցուն։ Եվ ես շարունակում էի դեռ ծառայել իմ առանձին եկեղեցում։ Եվ ինչ որ ես Աստծո թագավորություն եկեղեցում սովորում էի, փոխանցում էի իմ եկեղեցում։ Եվ այդ ժամանակ շատ հրաշքներ էին կատարվում։ Բայց իրականում, այն ինչ որ իմ սրտին դիպչեց ավելի շատ, դա 2011 թվականի նոյեմբեր ամիսն էր։ Ես որոշեցի դուրս գալ իմ եկեղեցուց և գալ Աստծո թագավորություն եկեղեցի։ Ես հասկացա, որ այն ինչ որ մենք մեր եկեղեցում սովորեցնում էինք, որ եթե դու մի անգամ փրկվել ես, ուրեմն հավիտյան փրկված ես, կարող ես չանհանգստանալ։ Հասկացա, որ դա չի համապատասխանում Աստծո խոսքի հետ։ Ես հասկացա, որ այսօր ես փրկված եմ, բայց հետո փրկված կլինեմ, եթե շարունակեմ կատարել Աստծո խոսքը։ Ես դա հասկացա և ընդունեցի, որ չեմ կարող այլ կերպ ապրել։ 2011 թվականի նոյեմբերին ես դուրս եկա իմ եկեղեցուց և սկսեցի այցելել Աստծո թագավորություն եկեղեցի։ Ես նկատում էի, որ այն խոսքը, որն ընդունում էի, փոխում էր իմ բնավորությունը։ Եվ իմ ուշադրությունը արդարության մասին խոսքերն էին գրավում։ Եվ մի անգամ ես հասկացա, որ կա խաբեության ոգի, ով մարդկանց նույնիսկ օտար լեզուներ է տալիս և խաբում է նրանց։ Եվ ես այդ իրավիճակները շատ էի տեսել։ Այն կինը, ով մեր եկեղեցում հովիվ էր, նա դեպրեսիայի մեջ էր։ Եվ այդ ժամանակ ես ընդունեցի. ես չունեմ Սուրբ Հոգուն, չունեմ Սուրբ Հոգու պտուղը, որովհետև խաբեության մեջ եմ ապրում։ Ես գիտակցեցի, որ այն 20 տարիների ընթացքում, ինչ ես ծառայում էի, Աստծուն առաջին տեղը չէի դնում։ Ինձ համար ամենակարևորը իմ դիրքն էր։ Կարևորն այն էր, որ ես այդ եկեղեցու գլխավորն էի, առաջնորդը։ Եվ այդ եկեղեցին ինձ համար Աստծուց ավելի բարձր էր։ Եվ ես հասկացա, որ Աստծո նախագծերը ինձ համար հաջորդն են։ Սկզբից ստանալ Սուրբ Հոգուն, հետո նոր ընտանիք ստեղծել, և հետո արդեն նոր զբաղվել իմ կարիերայով։ Եվ այդպես շարունակ ես կարող եմ ճիշտ ձևով բարձրանալ։ Եվ ես ինժեներ լինելով հասկանում եմ, որ չեմ կարող սկզբից տանիքը կառուցել և հետո նոր տան հիմքը դնել։ Եվ այդ հիմքը Սուրբ Հոգին է։ Եվ շուտով ես մկրտվեցի Սուրբ Հոգով։ Իմ ներսում արդեն վստահություն կար։ Եվ այն ինչ որ առաջ կար, առաջ ես մտածում էի, որ մկրտված եմ Սուրբ Հոգով։
Բայց այս նոր փորձը Աստծո հետ, այս մկրտությունը լրիվ իրական էր, շատ էր տարբերվում։ Եվ երբ ես ստացա Սուրբ Հոգու մկրտությունը, ես մեծ խաղաղություն ունեցա, ուրախություն, այնպիսի խաղաղություն, որը ես երբեք չեմ ունեցել։ Գիտեք, այն դատարկությունն իմ ներսում, այն բոլոր անհանգստությունները, որ կային, այդ ամենն իմ ներսից հեռացավ, եւ հիմա ամեն ինչ այլ կերպ է։ Այո, իհարկե, պայքարներ կան, խնդիրներ կան։ Ես առաջ եմ գնում եւ միշտ հաղթում եմ։ Եվ իմ նախկին ընտանիքը, իմ նախկին կինը, ում հետ ես 16 տարի միասին եմ եղել, նա որոշեց թողնել ինձ, որովհետև նրա անձնական նպատակները դա գումար աշխատելն էր միայն։ Եվ իհարկե ես գիտակցեցի, որ ինձ հիմա իրական կին է պետք, բայց ոչ թե այնպես, ինչպես անցյալում էր։ Ինձ Աստծո կին էր պետք։ Եվ ես սկսեցի մասնակցել եկեղեցու սիրո թերապիայի ծառայություններին։ Եվ այնտեղ ես հանդիպեցի Լուսիանոյին։ Եվ մենք ամուսնացանք։ Գիտեք, դա ամենալավն էր, ինչ որ տեղի էր ունեցել իմ կյանքում։ Հիմա ես մեծ տարբերություն եմ տեսնում իմ կյանքում Սուրբ Հոգու մկրտությունից հետո։ Անցյալում, երբ ես մտածում էի, որ մկրտված եմ, դրանք ուղղակի զգացմունքներ էին, որովհետև իմ նախկին եկեղեցում մարդիկ միայն զգացմունքների մասին էին խոսում, միայն փառաբանության։ Իհարկե այդ ամենի միջոցով մենք տարբեր զգացողություններ էինք ունենում, մեզ լավ էինք զգում, բայց մեր կյանքը չէր փոխվում, եւ քանի դեռ մարդիկ չեն ստանում Սուրբ Հոգուն, նրանց կյանքը չի փոխվում, որովհետև ինչպես որ գրված է, տառերը սպանում են։ Ես իմացել էի Աստծո խոսքը, կարդում էի, լսել էի, բայց ես չունեի այդ կյանքը, եւ այդ հիանալի խոսքը, որն Աստծունն էր, սպանում էր ինձ, որովհետև ես չունեի Սուրբ Հոգուն, եւ հիմա երբ ես Աստվածաշունչ եմ կարդում, թվում է, որ այդ տառերը մտնում են իմ մտքի մեջ, ես կարդում եմ, մտածում եմ խոսքի շուրջ եւ հասկանում եմ ամեն ինչ, ես ինքս ինձ ուղղում եմ, ես փոխվում եմ այդ խոսքի միջոցով եւ ապրում եմ Աստծո արդարության մեջ։ Երբ ես կարդում եմ Աստծո խոսքը, Աստված խոսում է ինձ հետ։ Առաջ ես մարդկանց կարող էի փոխանցել միայն այդ տառերը, միայն ինչ-որ խոսքեր, որովհետև ես սովորել էի, կարդացել էի դրանք։ Բայց հիմա ոչ։ Հիմա ես կյանք ունեմ եւ կարող եմ կիսվել դրանով։ Առաջ, երբ ես այդ եկեղեցու եպիսկոպոսն էի, ես չունեի Սուրբ Հոգուն։ Առաջ ես զոհասեղանի վրա էի ծառայում, բայց չունեի Աստծո ներկայությունը։ Բայց հիմա Սուրբ Հոգին իմ ներսում է։ Այն կյանքի ջրի աղբյուրը, որի մասին Աստծո խոսքն է ասում, հիմա իմ ներսում է։ Հիմա իմ կյանքը ամբողջական է, եւ այդ ամենը Սուրբ Հոգու միջոցով է եղել։ Իմ բնավորությունը փոխվել է, ես արդեն իմ ներսում հանգստություն ունեմ։ Եվ հնարավոր է դուք, ովքեր լսում եք ինձ հիմա, հնարավոր է նույնիսկ դուք եպիսկոպոս կամ հովիվ եք։ Հնարավոր է դուք ծառայում եք եկեղեցում, բայց դուք մոլորված եք։ Ձեր դիրքը եկեղեցում, ձեր կրոնը, Աստծուց վեր մի դասեք։ Փնտրեք Հիսուսին, եւ ինչպես որ նա փոխեց իմ կյանքը, այդպես էլ կփոխի ձերը։